Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մեր լսարանը, քանի որ ձեզ չի ճանաչում, պետք է խնդրեմ ներկայանաք եւ ինչ խնդիրների մասին եք ուսում բարձրաձայնել, համեցեք։ Ուրեմն ես Գոր Ավրցյանն եմ, Արցախից եմ, ուրեմն իմ այսօրվա հարցազրույցը այն մասին է սպասվող խորհրդարանական ընտրությունների եւ Հայաստանում վերջապես իշխանափոխության մասին է։ Ես խոսելու եմ Նիկոլ Փաշինյանի օրոք տեղի ունեցող բարքերի, շատ վատ բարքերի վերաբերյալ իմ այս հարցազրույցով ես ուզում եմ ցանկանում եմ որ հանրությանը եւս մեկ անգամ կոչով դիմել, քանի որ ես արդեն կորցրել եմ Արցախում այն ամենը ինչ որ ունեինք, չեմ ցանկանում որ Հայաստանի Հանրապետությունում նույն իրավիճակը տեղի ունենա։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, այսօրվա թեման մեր խորհրդարանական ընտրություններն են, դուք տեսել եք որ մեր ինպես երիտասարդները չելենջներ են կազմակերպվում ու ասում են որ պետք է 2026-ին մերժենք վերջապես այդ Թուրքի արչև ծնկած 16-ին, երբ Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, ավելի քան Հայաստանի Հանրապետության շուրջ 200 քառակուսի կիլոմետրը օկուպացրած, Թուրքի արչև կզած, ծնկած այս իշխանություններին օր առաջ պետք է հեռացնենք, պետք է ազգովի բռունցք դառնանք, պետք է դուրս գանք պայքարի, այսօր մենք զենք ունենք, մեր զենքը մեր ձեռքում մեր քվյաթերթիկն է, ու բոլորս երբ որ գնում ենք ընտրատեղամաս, երբ որ քվյաթերթիկը վերցնում ենք, պետք է ուրեմն հիշենք այս իշխանությունների 8 տարվա բերած աղետները, հիշենք որ Արցախում, երբ որ տեղի էր ունենում ցեղասպանություն եւ էթնիկ զտում, այս անբարոյական իշխանությունները Թուրքի արչև կզած, ծնկած իշխանությունները ասում էին, դե մենք հո չենք գնալու մեր Ղարաբաղին, մեր օգնության հասնենք, մեր տարածքին վտանգ չի սպառնում, խնդիրներ չունենք այսօր Ադրբեջանի հետ, եւ այսօր ընկած գյուղ առ գյուղ, թաղ առ թաղ, տեսնում է որ ժողովուրդը համատարած մերժման մթնոլորտում է, սպառնում է քաղաքացիներին, օրեր առաջ ես Էրեբունի վարչական շրջանում բնակվելով այդ ստահակների ոհմակը, երբ որ եկել էր Էրեբունի իբրև քարոզարշավի հարգելի հայրենակիցներ, ես մոտեցել եմ, իմ ընդդիմադիր դիրքորոշումն եմ արտահայտում եւ ասում եմ, ինձ քարտեզ է տալիս այսօրվա ճակերտավոր չվարչապետը, իսկ նա ինձ համար 2018 թվականից գոյություն չունեցող վարչակարգ է, քարտեզը տալիս ասում է վերցրու, նա գիտի թե ես իր աջակիցն եմ ու ինձ ուզում է մանևրի, համոզի որ այս քարտեզն է մեր 29743 կիլոմետր տարածք ապահովում, ես հարց եմ տալիս, ասում եմ բա այդ Արցախը այդ քարտեզի վրա որտեղ էր, չէ որ դուք եկել էիք մեզ մոտ Ստեփանակերտ վերածննդի հրապարակ, գոռում էիք Արցախը Հայաստան է եւ վերջ, միացում, Բա այսօր ասում եմ այդ նույն Արցախը ինչու գոյություն չունի քարտեզի վրա եւ գիտեք հարգելի հայրենակիցներ այսօրվա այդ չվարչապետը ճակերտավոր ինձ ինչա պատասխանում նախ սպառնում է հետո պատասխանում է որ Լեռնային Ղարաբաղը դա Ադրբեջանի տարածք է եւ այնտեղից իր ոհմակը այդ քայլականների քայլառածների ոհմակը տեսնեիք ինչպես են հարցակում կատարում իմ վրա մի քաղաքացու ով ընդդիմադիր դիրքորոշում արտահայտելու համար կորցրել է իր աշխատանքը իսկ ես իմ հայրենիքը ավելի եմ գերադասում այսօր քան այդ 87000 դրամ վճարվող աշխատավարձը հասկանում եք հարգելի հայրենակիցներ համակարգային խնդիրներ կան այսօր որ մենք որքան էլ որ ցանկանում ենք լուծում ստանանք այս իշխանությունների օրոք լուծում չի լինելու ես ինքս ռեժիմի կողմից տուժված քաղաքացի եմ ով աշխատելով Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող շտաբ բուժօգնությունում երբ որ նրանք իմ հարցազրույցները իսկ ես ողջամիտ եւ բավարար կասկածներ ունեմ որ տնօրենը իշխանամերձ եւ իշխանամետ է նրանք իմ պայմանագիրը աշխատանքային պայմանագիրը այս է
հարգելի հայրենակիցներ, լուծարեցին իմ աշխատանքային պայմանագիրը, ինձ որպես ընդդիմադիր քաղաքացի թույլ չտվեցին, անգամ իրենք ինձ բացատրություն են ինձանից պահանջել, թե ինչու համար ես երկու աշխատանքային օր, իսկ իրենք մթնոլորտը արհեստականորեն լարում էին, հարգելի քաղաքացիներ, ճնշման մթնոլորտ ատիրում, աշխատավայրերում, դպրոցներում, այն պետական կառույցներում, որտեղ մարդիկ իրենց ընդդիմադիր դիրքորոշումը արտահայտելու համար այսօր կորցնում են աշխատանքը։ Ես բացատրել եմ, որ տնօրենին գրավոր, որ այս խնդիրներն է տիրում, Եվ տնօրենը իմ բացատրությունը որակել է որպես ոչ հիմնավոր, իսկ հարգելի հայրենակիցներ, դուք հասկանում եք մենք ինչի հետ գործ ունենք, համատարած վախի, բռնաճնշման մթնոլորտատիրում եւ իմ աշխատանքային պայմանագիրը լուծարեցին։ Նշեմ, որ ես ինքս աջակցելով այն ժամանակ մեր ձևով շարժմանը, հիմա արդեն ուժեղ Հայաստան շարժմանը, նրանք տեսան իմ ակտիվ քաղաքական դիրքորոշումը, որ ես դեմ եմ այս իշխանությունների վարած ոչ հայկական եւ ոչ հայամետ քաղաքականությանը, ինձ իմ բերանը փակեցին։ Ցավոք սրտի այսօր այդ նույն պետական կազմակերպությունում, հարգելի հայրենակիցներ, ցավով եմ նշում, բայց ձեզ Նիկոլ Փաշինյանի ժամանակ այսուհետև սպասարկելու են հիվանդանոցի սանիտարները, մայրապետները, ովքեր չունենալով համապատասխան Նիկոլի օրոք հավուր պատշաճի կրթություն, աշխատում են որպես բուժքույր, իբրև բուժքույր։ Հիմա հասկանում եք, թե ինչի համար ենք մենք այսքան ասում, հարգելի մեր սիրելի քաղաքացիներ, գնացեք ընտրության, գնացեք ձեր քաղաքացիական պարտքը կատարեք, որպեսզի այսօր ոչ թե սանիտարները աշխատանք ունենան ու ձեզ իրենց անգրագետ Նիկոլի նման անգրագետ խունտայով այսպես կոռուպցիաներով, ամեն ինչով զավթեն պետական կառույցները, այլ բանիմաց երիտասարդ ու պրոֆեսիոնալ կադրերով համալրվի։ Նշեմ նաև, որ 1.5 տարի առաջ իմ կարգավիճակին իմ մյուս գործընկերուհուն են արժանացրել, իրեն պայմանագիրնել որպես ընդդիմադիր դիրքորոշում արտահայտած քաղաքացի լուծարեցին եւ ինչ տեղի ունեցավ, մեկ հոգու հեռացնում են փոխարենը կոռուպցիայով Նիկոլի օրոք բերում են 10 հոգի անգրագետ ոչ բանիմաց կադրեր։ Այս սա է մեր բոլորի ցավը, այս սա է, որ երբ որ ես անգամ հաշվի չառան որպես արցախցի, իրենք անարխիստաբար լուծարեցին իմ աշխատանքային պայմանագիրը։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այսքան քաղաքական գործիչներ, թե պարոն Սամվել Կարապետյանը, թե երկրորդ նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանը եւ պարոն Գագիկ Ծառուկյանը մեզ առաջարկում են այլ ընտրանք, իսկ դրա այլ ընտրանքը այն է, երբ որ մենք գնանք ընտրատեղամաս ընդդիմադիր այս 3 ուժերից գոնե մեկի օգտին քվեարկելով ազատենք այս թրքահպատակ ռեժիմից մեր Հայաստանը։ Այս իմ հարցազրույցի ժամանակ ուզում եմ առանձնակի իմ շնորհակալական խոսքը հղել մեր Բագրատ Սրբազանին, ով իր կյանքը եւ իր նվիրումը դրեց 2024 թվականին Տավուշ հանուն հայրենիքի շարժման ընթացքում, որպեսզի Սրբազան հայրը մեզ ազատի է թրքահպատակ, թրքաբարո իշխանություններից, սակայն ցավոք սրտի դա տեղի չունեցավ, քանի որ մենք գործ ունենք առնախում արյունարբու իշխանությունների հետ, ովքեր ոչ հղիկին են հաշվի առնում, ոչ ծերերին են հաշվի առնում, ոչ մանկահասակ երեխաներին։ Ես հետևում եմ շատ սենց ուղիղ քարոզարշավին, օրեր առաջ կամ շաբաթներ առաջ գուցե մի զոհվածի մայր է մոտենում Նիկոլ Փաշինյանին, իր վրդովմունքն է արտահայտում, ասում է, որ ես 2 անգամ քեզ եմ ընտրել, սակայն դու իմ երեխային տարար սպանեցիր։ Խոսքը գնում է Ազատի զորամասի 15 զինվորների այրման դեպքի վերաբերյալ։ Հասկանում եք, հարգելի հայրենակիցներ, երբ որ մայրը կանգնում է, ասում է, որ 2 անգամ քվեարկել եմ քո օգտին, դու իմ երեխայի դիակն ես բերել իմ առջև դրել, սա արդեն ամեն ինչից վեր է։
Խոսքս հղում եմ մեր բոլոր մոլորյալ այն քաղաքացիներին, ովքեր ասում են Սամվել Կարապետյանը ինչ պիտի անի, Ռոբերտ Քոչարյանը ինչ պիտի անի կամ Գագիկ Ծառուկյանը, ասեմ ինչ պիտի անի, պետք է բոլոր ընդդիմադիր ուժերը իրենց համախմբումով այս ներազգային ատելությունն ու թշնամանքը վերացնեն։ Հասկանում եք, մենք գործ ունենք մի խունտայի հետ, ով հաշվի չի առնում իր դիմաց ով է կանգնած։ Եվ այսօր խոսում են ինչ որ կեղծ խաղաղությունից, ինչ որ fake խաղաղության գործընթացներից ժողովրդին փորձում են համոզել, որ թրիփը դա այն միջանցքը չէ, ինչ որ ընդդիմությունն ասում է, ոչ հարգելի հայրենակիցներ, իրենք ձեզ ստում են, իրենք ձեզ մանևրում են, կեղեքում են եւ ուզում են ձեր ժողովրդի իշխանությունը իրենցով անել։ Այսօր ես մեծ ցավով հետևում եմ, գնացել է ինչ որ իրեն հայրենի ծննդավայր Տավուշ, խոզ է ինչ որ քերթում եւ ուտում։ Դուք հասկանում եք Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշաևի օրոք աղքատության շեմը որքանով է բարձրացել 2018-ից ի վեր եւ այսօր քանի երեխա, սոված երեխա դիտում է այդ տեսանյութը եւ ես մեծ ցավ եմ ապրում, որ որպես ինքը չվարչապետ իրեն այդպես լկտի է դրսևորում, իբրև այսօր իդեպ հունիսի 1-ն է եւ իր ծննդյան օրն է, ես միայն գիտեք իրեն ինչ կասեմ, որ շուտապույտ իր իրերը հավաքի, որովհետեւ ինչպես մեր քաղաքական ուժի առաջնորդ պարոն Սամվել Կարապետյանն է ասում, ունենալու ենք ուղիղ 7 օրից ուժեղ, անվտանգ, դիվանագիտական առումով լրիվ անվտանգ Հայաստան։ Իսկ այսօր մենք ինչ ենք տեսնում։ Դուք տեսել եք հարգելի հայրենակիցներ, ադրբեջանցին, ինչպես գենշտաբի պետ Էդվարդ Ասրյանն էր հայտարարում 2022 թվականին ջերմուկի դիրքերը, որ թուրքերը վերևում սարերում նստած ասում էր դե ինչ ա եղել սովածանան կգնան, բայ այդ ինչու չսովածացան։ Ինքը արցախցի լինելով, ինքը մոռացավ իր հայրենի ծննդավայրը ու այսօր 2 կոպեկի համար վաճառվել է այս իշխանություններին։ Հարգելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ իմ հորդորն ու կոչը ձեզ ընտրություն անելուց կատարեք արժանավույնի եւ ոչ արժանավույնի միջև, քանի որ ես հաշվի անգամ, րոպե անգամ չմտածելով, որ կկորցնեմ աշխատանքս իմ ընդդիմադիր կեցվածքը մինչ այսօր եւ մինչ այս պահը պահպանել եմ։ Դիմում եմ շտապ օգնության 4-րդ ենթակայանի ավագ բուժքրոջ Նիկոլական Լիաննա Գրիգորյանին, ով քույրական կրթություն չունի, Լիաննա գալու եմ քո հետևից։ Մենք իշխանափոխությունից հետո ձեր բոլոր կոռուպցիոն գործերն ու այդ մեխանիզմները, երբ որ ինձ ստիպում էիք աշխատանքի վայրում ու ասում էիք, եթե հարկ լինի, մենք քեզ կստիպենք, որ դու գործող իշխանություններին աջակցես։ Ես այսօր ուղիղ տեսախցիկների առջև քեզ ասում եմ, Ռուբենին ասում եմ, Գրիգորյանով հանդիսանում է շտաբ բուժօգնության իշխանամետ տնօրենը, գալու ենք ձեր հետևից, քանի որ այս Փաշինյանական Հայաստանում կրթվելը նորաձև է, իսկ ձեզ համար կարևոր չի բանիմաց մասնագետներով համալրել բուժանձնակազմը, մանկավարժական անձնակազմը, ձեզ համար հարկավոր է միայն գումար աշխատել, գումար, բայց թե դա ինչպիսի հետևանքներ կունենա մարդկանց առողջության վրա, դա արդեն թողնում եմ Աստծո դատաստանին եւ ձեզ։ Հարգելի հայրենակիցներ, մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ ձեզ սպառնում են, որ քվյաթերթիկ ինչ որ դուրս բերեք, ուժեղ Հայաստանի քվյատ ու լուրեր են պատտվում, որ ուժեղ Հայաստանի ինչ որ ասում են քվյաթերթիկ դուրս բերեք, մենք տեսնենք, որ դուք քաղաքացիական քեմալական պայմանագրին եք ընտրել, եթե ձեզ հետ նման որևիցե իրավիճակ կպատահի, հարգելի հայրենակիցներ, դիմեք իրավապաշտպաններին, դիմեք ընդդիմադիր ուժերին, որպեսզի ձեզ աջակցություն ցուցաբերեն նման օրինակ հարցերում։ Ձեզ ոչ ոք իրավունք չունի ձեր ազատ դիրքորոշման համար հեռացնելու աշխատանքից։ Այս մեր աշխատանքից հեռացնելն էլ այս պայմանագիրը, որը որ ընդդիմադիր լինելու համար շտաբ բուժօգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը ասում է, ես չեմ հեռացրել,
Վառ օրինակ ձեզ, սա էլ իր կնիքն ու ստորագրությունը հարգելի հայրենակիցներ։ Հասկանում եք լկտիություն այն մակարդակի է Փաշինյանի օրոք հասել, երբ որ հաշվի չեն առնում մարդու ֆինանսական կարգավիճակը, հաշվի չեն առնում ազգային պատկանելությունը։ Իրենք միանգամից իրենց սև գործը անում են ու իրենց հետաքրքիր չի թե ինչ կլինի այդ մարդու հետ։ Դուք հասկանում եք, ես արդեն 4 ամիս աշխատանքս կորցրել եմ, սակայն իմ ընդդիմադիր դիրքորոշումը երբեք չեմ կորցնի։ Հունիսի 7-ը մեր երկրորդ սարդարապատն է, հարգելի մեր հայրենակիցներ։ Հունիսի 7-ին մենք պետք է մեր ոչը ասենք անկախության հռչակագրի փոփոխությանը, մեր ոչ ասենք Նիկոլ Փաշինյանի երրորդ անգամ վերընտրվելուն, մեր ոչ ասենք 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան։ Ես այն օրը նայում եմ մի վիդեո հոլովակ, որտեղ ադրբեջանցիները դուք գիտեք, որ Երևանը համարում են արևմտյան Ադրբեջան։ Այսինքն ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանի գովքը կապելով Երբ որ նրանք ասում են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ քաղաքական գործիչն է, ով մեզ թույլ տվեց, որ մենք մուղամ լսենք Արցախում, մեզ թույլ տվեց թեյ խմենք Արցախում, իսկ մեր վերջին անկախությունից հետո մեր 30-ամյա պատմության մեջ հիշում եք, նախկին որևիցե նախագահ Ալիևներին հրավիրեր Արցախ, մասնավորապես Շուշի եւ Ստեփանակերտ թեյ խմելու։ Ոչ հարգելի հայրենակիցներ, բոլոր իշխանությունների օրոք եղել են սխալներ եւ բաց թողումներ, բայց երբեք որևիցե իշխանություն չի հայտարարել, որ Արցախը Ադրբեջան է, Սև լիճ ինչների սա պետք, այնտեղ տարվա կեսը ձյուն է, այս ոսկե պարի Տավուշի շրջանի այդ 4 գյուղերը անկլավներ են։ Ես այն օրը բացում եմ Google Map-ը, մեր հարգարժան Արթուր Խաչիկյանին հետևելով, բացում եմ Google Map-ը, տեսնում եմ, որ Քյարքին Տիգրանաշենը արդեն ինքը այդ առանձին կարմիր ինչ որ բանի մեջ վերցված ու գրած է տակը Ադրբեջան։ Ժողովուրդ, հասկանում եք, Ադրբեջանա գրած եւ լեզուն, պետական լեզուն նույնպես Ադրբեջան։ Այդ հիմա եք, որ դուք ջերմուկի հիմնականում Սյունիք գնացող կամ ջերմուկ գնացող ժողովուրդը, այդ հիմա է այդ ճանապարհով ազատ ժամանակավոր ելք ու մուտք անում։ Այ հեսա որ Աստված մի արասցե իհարկե լեզուս պապանձվի, եթե Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ վերընտրվեց, այդ ժամանակ կտեսնեք հարգելի հայրենակիցներ, մենք ինչպես որ ասում էին 2020 թվականից հետո պետք է հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, որ պահենք գոնե Արցախի այն մնացած տարածքը ու արդեն մտածենք Շուշի ու Հադրութի հետ վերադարձի մասին, բայց ես իրեն հարց եմ տալիս, եկել Այրեբունի վարչական շրջան, ասում եմ Նիկոլ, բա ուր է քո նախընտրական 2021 թվականի այդ ծրագիր 21-26 թվականի ծրագիրը, երբ որ դու ասում էիր Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա են կազմակերպելու, իսկ այսօր ասում են որտեղ են այդ նույն Շուշին ու Հադրութը, իմ ծնդավայր Շուշին, որտեղ են այդ Շուշին։ Փաշինյանը ոչինչ չպատասխանելով, առհամարելով ուղղակի իմ խոսքը գետնով տալով ու այդպես բոլորիդ է անելու, եթե դուք չգնաք ընտրության եւ չքվեարկեք ընդդիմադիր որևիցե ուժի օգտին, այ դուք կզգաք ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը այնքան սրբություն չունի, որ հղի կնոջ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկեց եւ հետո կանեց ասեց ինչու դա վարչապետի իմ ավտոշարասյուններ, դա վարչապետի ավտոշարասյուններ, իսկ այդ տահաս այդ ավտոշարասյան մեջ, այ վիժվածք, այդ ծննդյանը տորը սև լիներ, դու չէիր, որ այդ ավտոշարասյունը անցավ, միած չկանգնեցիք այդ գոնե այդ հղի աղջկան, իհարկե Աստված հոգին լուսավորի, բայց առաջին բուժօգնություն ցուցաբերեիք։ Միգուցե ձեր կանգնելով ու հիվանդանոց տեղափոխելով այդ աղջկա ու պտղի կյանքը կարողանայիք փրկել, դա ես որպես բուժաշխատող եմ ասում ձեզ։ Հասկանում եք մեր սիրելի հայրենակիցներ, ես որպես արցախցի չեմ ուզում այն ինչ որ մենք տեսել ենք Արցախի հանրապետությունում շուրջ 9 ամսյա բլոկադան, երբ որ Հայաստանում ատելության մթնոլորտ էր ձևավորվում եւ ձևավորվում է Արցախահայության նկատմամբ, մասնավորապես մեր Արցախահայության նկատմամբ, երբ որ այս իշխանության գալով տարանջատեց Ղարաբաղցի, հայաստանցի նախկիններ, ներկաներ, սևեր եւ սպիտակներ,
Այսօր այդ նույն իշխանությունը պայքարում է աթոռակռվի համար եւ ձեզ ես երաշխավորում եմ, որ հունիսի 7-ից հետո իրավիճակ է փոխվելու, այս ամեն անարխիային վերջ ատրվելու եւ Նիկոլ Փաշինյանի այս ռեժիմը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Այդ նույն արտահայտությունը արել է եւ պարոն Սամվել Կարապետյանը, եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ Գագիկ Ծառուկյանը։ Մենք ունենք 3 հրաշալի ընդդիմադիր առաջնորդներ, ովքեր որ իրենց կյանքը ներդրել են Հայաստանի փրկության զոհասեղանին։ Այսօրվա դրությամբ այնքան ամոթ ու խայտառակություն է, երբ որ մի փոքրիկ երկրում դուրս են գալիս, ասենք երկրից դուրս մեզ հարց են տալիս, ասում են ձեր երկրում էս իրավիճակը որ տիրում է, դուք բան չունեք ասելու, էս խի իրավիճակ չեք փոխում։ Սրանից 10-11 տարի առաջ, երբ որ նախկին իշխանությունները նույն բռնաճնշումներն անեին, այ ժողովուրդը դուրս կգային, կմերժեին, կփակեին փողոցները։ Իսկ այսօր ուր են այդ նույն ժողովուրդը։ Բա ժողովուրդ ձեզ դուր է գալիս այս թուրքերի վերադարձը Հայաստան եւ երբ որ իրենք հայտարարում են արևմտյան Ադրբեջան, Նախիջևանում այս հունիսի 16-ին թե 17-ին կայանալիք այդ վերադարձ արևմտյան Ադրբեջան խորագրով այդ միջոցառումն է տեղի ունենալու։ Լավ ժողովուրդ, ինչքան պետք է սենց ուղեղները անջատած մարդիկ ապրեն, չհասկանալով թե ինչ է կատարվում։ Կոնկրետ եւ որտեղ որ ես բնակվում եմ, իմ բնակության վայրում կան մի քանի կներեք արտահայտությանս համար դեգեներատներ, ինչպես լուսահոգի Արմեն Գրիգորյանն էր ասում, սրան հանեք, մարդ չմեռնի էլ։ Հիմա մենք չենք կարողացել հանենք, դրա համար օրեր առաջ Նուբարաշենի հոգեբուժարանում մահացավ ընդդիմադիր քաղաքացի մի անձնավորություն, ով ընդամենը նկար պոկելու Նիկոլ Փաշինյանի այդ նախընտրական պաստառը պոկելու համար հարգելի ուրեմն հայրենակիցներ, տեսեք ինչեր են անում մարդկանց։ Ու տեսեք քանի մահ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ուրեմն ռեժիմի օրոք։ Այդ որ օրեր առաջ ինքը պարադ էր կազմակերպում, սիրելի ժողովուրդ, այդ պարադը ինչի համար էր։ Ուղղակի ուզում եմ հասկանամ, էլի, ինչ էր ուզում ապացուցել։ Բա որ այդ զենքերը կար այդ տհաս, այդ Թուրքիա առաջ կքած։ Այդ զենքերը որ կար, ինչու չպաշտպանեցիր Արցախը։ Ինչու չպաշտպանեցիր Գեղարքունիքի դիրքերը, Վայոց ձորի դիրքերը։ Ես հարց եմ տալիս ու ակնկալում եմ նաև այդ պատասխանը, ինչը չկա։ Ինչ պարադ են անում, այսօր ինձ հետաքրքիր է, էլի ժողովուրդ, հանել են մի երկու ինչ որ բան, զենքեր, որ օտար երկրից բերած զենքա, մեկի անունը Արամազդ են դնում, մեկի անունը չգիտեմ ինչ են դնում, պարծենում են, թե զենք ենք բերել։ Այդ շունիկներով սենց թփթփացնելով են Ալիևի հարցերը լուծելու, թե այդ առանց բանի փամփուշտների այդ զրահ մեքենաներով են կռվելու։ Բա անող էին, ինչի չազատագրեցին այդ 200 քառակուսի կիլոմետր օկուպացված Ադրբեջանի կողմից այդ տարածքները ժողովուրդ։ Դրա համար մենք այսքան ընդդիմադիրներով, երբ որ մենք ձեզ կոչ ենք անում, եւս մեկ անգամ հորդորում ենք, հարգելի, սիրելի մեր Հայաստանի Հանրապետության քույրեր եւ եղբայրներ, այսօր Հայաստանը կանգնած է ընտրության լինելիության եւ չլինելիության խնդրի առաջ։ Եթե Նիկոլ Փաշինյանը Աստված չանի վերընտրվում է, մենք ուղիղ 1 ժամ հետո ունենում ենք ադրբեջանցիների 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստանից։ Եթե մեր ընդդիմադիր առաջնորդներից որևիցե մեկը, օրինակ պարոն Սամվել Կարապետյանը դառնում է վարչապետ, մենք ունենում ենք 300,000 նոր աշխատատեղ։ Մենք ունենում ենք հայ առաքելական այն Սուրբ եկեղեցուն, որ դարեր ի վեր մեր հայկական պետականության հիմքում ընկած հենց առաքելական եկեղեցին է եղել։ Այսօր մի իշխանություն է պայքարում աթոռի համար։ Դուք գիտեք այդ տհասներ, այդ աթոռը արյունով եք դուք եկել, արյունով էլ հեռանալու եք։ Ես սա մի անգամ չեմ ասել, բազմիցս ասել եմ, այս իշխանությունը արյունով եկել է եւ արյունով էլ հեռանալու է։ Ու ինքը խաղաղ ճանապարհով իշխանությունը չի տալու։ Սա փաստ է ապացուցված, երբ որ 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան Դեմիրճան խաչմերուկում այդ այլանդակությունը ոստիկանական զորքերի կողմից տեղի ունեցավ, ուղղակի անընդունելի է, աններելի է։ Մեր դիմաց կանգնած է արյունարբու մի անձնավորություն, ով հաշվի չի առնում ոչ տարիք, ոչ սեռ, ոչ չգիտեմ,
Սրբություն անգամ հաշվի չի առնում։ Եվ եթե Աստված չանի երրորդ ժամկետը տակ դուք Նիկոլ Փաշինյանին, արգելի մեր խոսքս վերաբերվում է մեր մոլորյալ քաղաքացիներին, հայ առաքելական եկեղեցու դեմ ոտնձգությունները շարունակվելու են։ Այսօր ինչ ա եկել ձեզ համոզում, ինձ մանդատ տվեք, որ դրանց կզծնելու եմ, Ծառուկյանին, Քոչարյանին, Կարապետյանին, արա դու ով ես որ մարդ կզծնես, արա ակաժներիցդ կբռնենք, կլարենք մենք այս երկրից քեզ, դու այդ քեզ ինչ իրավունք ես վերապահել, մարդ ես կզծնում, ինչ որ մարդկանց ես բանտարկությունով վախեցնում, դու այդ իրավունքն ու լիազորությունները չունես։ Հասկանում եք, եթե մարդ սպառնում է ընդդիմադիր քաղաքական լիդերներին, սա ամեն ինչի անթունակ։ Սա ժողովուրդ, դուք նորից մանդատ եք տալիս, որ Արցախը ազատագրած մեր նախագահին եւ ուրեմն հայ ազգային բարերարին այսօր ինքը գա իշխանության, որ ձերբակալի։ Այսօր իմ ամոթն է, սա ազգային ամոթ է, որ պարոն Սամվել Կարապետյանը տնային կալանքից է քարոզչությունն իրականացնում։ Հասկանում եք, դա ողբերգական իրավիճակի մեջ ենք։ Այս բոլոր իմ վերը նշված եւ ինձ աշխատանքից հեռացնելը եւ այս բռնաճնշումները փտած համակարգի շնորհիվ է տեղի ունենում։ Ինչ են ասում իրենք։ Ես օրեր առաջ տեսել եմ մեր շտաբ օգնության փոխտնօրենին, ով նույն կերպ իմ թաղամասում ապրում, հարց եմ տալիս, ասում եմ հիմա Փաշինյանի Հայաստանում գրագետ, բանիմաց եւ պրոֆեսիոնալ կադրերը տեղ չունեն, ինքից պատասխան չի կարողանում տա։ Ասում եմ հիմա դուք ինչպես եք իմ աչքերի մեջ նայելու հարություն։ Երբ որ ես այսօր հացի գումար անգամ տարական իմ հացի գումարը դժվարությամբ եմ հայթայթում, այնինչ ես աշխատել եմ առանց մասնագիտական պարտականություններումս թերանալու, սակայն ընդդիմադիր կեցվածք ցուցաբերելու համար այսօր կորցրել եմ աշխատանքս։ Ես բազմիցս ասել եմ, ես չեմ վախենում որևիցե բռնաճնշումից, ասում եմ, ուղիղ, այսպես ուղիղ եթերով հայտարարում եմ, ներ գնալու ես, միևնույն է, ինչքան էլ հիմա քո վերջին ճիքերն ես դու գործադրում, որքանով որ դու փորձես իշխանությունը բռնազավթած պահես, միևնույն է գնալու ես։ Եվ վերջում հարգելի հայրենակիցներ, ամփոփելով եւս մեկ անգամ խնդրում եմ ձեզ, իմ եղբայրական կոչն եմ ձեզ հղում, գնացեք ընտրատեղամաս, գնա, որ գնան այս վիճվածքները, գնա, որ Հայաստանը չդառնա Արևմտյան Ադրբեջան, գնա, որ կարողանանք Արցախը մեկ անգամ նորից ազատագրենք եւ մենք ունենանք այդ մայիսյան հաղթական եռատոնը եւ վերջապես գնա պարտքտուր Եռաբլուրի զոհված տղաների առջև, որպեսի գլուխներս կախ չբարձրանանք Եռաբլուր եւ չասենք տղեր չկարողացանք, քանզի այդ տղաները այսօր անհանգիստ են, որ Նիկոլ Փաշինյանն է այսօր իշխանության։ Շնորհակալ եմ ձեզ հարգելի քաղաքացիներ։